49 միլիարդ էր, եթե չեմ սխալվում, գրաֆիկը ճշտենք։ Չէ, բյուջեի նախագծում դա ընդհանուրն էր, կոնկրետ մեր նախարարությանը 26.5-ի մոտ գումար է հատկացված։ Իսկ 49 միլիարդը ինչի մասին է։ 49 միլիարդը դա ընդհանուր եւ մարզային եւ միջմարզային ճանապարհներ են, քաղաքապետարաններ, դրանք են բոլորը։ Ինչը վերաբերում է Ֆրանսիաս տարվա նկատմամբ այդ կրճատումները ոլորտին հակացող անդրադառնալու է Հյուսիսարավի վրա, այսինքն ինչ կերպարով։ Ոչ միայն Հյուսիսարավի վրա, անդրադառնալու է բոլոր ճանապարհներին։ Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք ունենալ լավ ճանապարհներ, որ բյուջեում հատկացումները շատ լինի, շատ կկառուցենք, շատ կհիմնանորոգենք։ Պարոն նախարար, կոնկրետ կասեք, ինչ չափով է կրճատվելու, ինչ կերպ է որ ընդհանուր կոնկրետ հատվածները կարող եմ ես ձեզ գրավոր բոլորը ներկայացնեմ, որ հատվածներն են նախատեսված մյուս տարի շինարարություն անելու։ Խնդրեմ, կարող եմ հենց հիմա էլ ցույց տալ։ Չարաշահումների համար ինչ-որ մեկը պիտի պատասխան տա, թե ոչ, այդ հարցը ձեզ նոր է։ Այդ հարցը ինձ առաջի անգամ չեք տալիս ոչ դուք, չարաշահումների համար պատասխան տալու համար, եկեք գնահատենք ընդհանրապես չարաշահումը ում կողմից է արվել, դա պետք է գնահատվի, դա ես չի, որ միայն պետք է գնահատեմ, դա պետք է գնահատեմ։ Եթե դուք պիտի պատասխան տա ձեր կարծիքով։ ոչ մի տենց խոսք չի գնում, ոչ մի ես չեմ կարող, նախկին նախարարը իր գործը արել է եւ արել է բարեխիղճ, ինչպես նշեց նոր նախագահողը նորից։ Եվ եկեք, եթե դուք կոնկրետ հարց ունեք կոնկրետ դեպքին ծանոթ եք, խնդրում եմ ներկայացրեք, ոչ թե պարոն նախարար, որ թերացումներ են եղել, կոնկրետ ով պետք է ուսումնասիրի ու ով պետք է պատասխան տա։ Թերացումը կգնահատվի, ես նորից եմ ասում ձեզ, առաջի անգամ չի, ես միշտ դա կրկնում եմ, արդյունավետության գնահատումը եւ թերացումների գնահատումը դա մի օրվա հարց չի, տարիների ընթացքում արվել է տարբեր եւ դրական եւ բացասական խնդիրներ եղել են եւ եկեք մի ամսում ես չեմ կարող պատասխանել ձեզ այդ հարցին։ Բայց գնահատվում է հիմա։ Հիմա իհարկե քննարկվում է, գնահատման մեխանիզմները մշակվում են։ Պարոն Իսկ նախարար, այդ կրճատումները կներեք, այդ կրճատումները, որ ասացիք Հյուսիս-Հարավի, չեն ազդի վարկային ծրագրերի վրա, չէ՞ որ այդ վարկերը կոնկրետ ժամանակով, կոնկրետ նպատակով են տրվել։ Դա բոլոր վարկային կազմակերպությունների, այսինքն բանկերի հետ քննարկելով է արվում ամեն ինչը։ Իսկ ինչ կերպ է հենց այդ Հյուսիսարավի վրա անդրադառնալ, որ կրճատում, ասենք, ինչ ձևով է կրճատվել։ Մենք կաշխատենք գերակատարել մեր պարտավորությունները կախված բյուջետային հոսքերից։ Ինչ եք կարծում, արժի այսօր շատ ավելացնել մեր վարկային բեռը, թե չէ։ Այսինքն ավելի նվազ գումարներով հնարավոր կլինի անել այն, ինչ որ նախապես ավելի բարձր գումարներով են նախատեսվում։ Ես այդպիսի բան չասեցի, ասացի կանենք։ Եթե հնարավոր լինի, իհարկե տենց էլ կլինի։ բայց այսօր հնարավորությունը վտանգի տակ է իրականացման ծրագրը, որտեղ իրականացված ծրագրը ավելի վտանգավոր է, քան թանկ իրականացված ծրագիրը։ Վտանգի տակ չի, ուղղակի նորից նշեցի մի քիչ առաջ, որ քննարկում են նաև մասնավոր ներդրողների հետ, որ կարող են շատ հատվածներ աշխատեն մասնավոր պետական համագործակցության շրջանակում։ Պարոն նախարար, բյուջետային հատկացումները եւ կառավարության ծրագրով նախանշված թիրախները իրար հետ համամասնության մեջ են, հնարավոր է այդ միջոցներով իրագործել օրինակ այն ճանապարհների կառավարման, չգիտեմ, թվայնացման եւ այլ բոլոր խնդիրները, որտեղ դրանք ծախսատար ծրագրեր են ամենը։ Դա մեր ուժերով ենք անելու։ Կարողանալու եք անել այդ հատկացումները նկատմամբ։ Փորձելու ենք, թվայնացումը կարողանալու ենք անել։ Հիմա ինչ որ Ես չեմ կարող ասել 10%, 20, 50 արվում է, կարող է շատ արագ լինի։ Ես ձեզ խոսք եմ տվել առաջին օրվանից եւ մինչեւ այսօր թափանցիկ աշխատել եմ ձեզ հետ, չէ՞, ցանկացած հարցին պատասխանելով։ Արդյունքը լինի, ձեզ կհայտարարվի։ Ձեզ մասնավորին Հյուսիսարավ ծրագրի ներգրավելու հարցով նշանակում է, որ հետագայում այդ հատվածները վճարվել են ճարտարապետին։ Կարող են լինել հատվածներ, որ դառնա վճարովի։ Կարող։ Այսինքն եթե մասնավորը ներգրավում է, դա նշանակում է ինքը այդտեղից վճարները վերցնելու հետո։ Կարող է լինել այդպիսի հատվածներ, որտեղ որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածում վճարովի ճանապարհներ կառուցվել։ Թունելային հատվածներ դրանք։ Հիմնականում երևի լինեն թունելային եւ կամուրջային հատվածներ։ Բայց դա դեռ քննարկման ընթացքում է, վերջնական չի։ Պարոն Մարտիրոսյան, այսինքն այս պահի դրությամբ ծրագրի ավարտը նախատեսում եք 19-ի վերջ, հա։
Չէ, ամբողջ ծրագիրը չէ, որը որ հիմա կառուցվում է, դա իր պլանով գնում է, մինչև նախատեսված է 2019-ի սկիզբ, բնական է ամեն ինչ արվելու է, որ ավելի արագ, բայց դա կախված է եղանակներից։ Օրինակ, հենց հիմա մեր մոտ տեսակ ձմեռը շուտ եկավ, տաք եղանակ լիներ, շատ ակտիվ, ավելի երկար հատված կբետոնապատվեր։ Հիմա եղանակային պայմաններից կախված կարճացել են հատվածները։ Պարոն նախարար, ամբողջ ծրագրի ավարտի համար նշվում է 2020 թվականը, այդ ժամկետը հետաձգվել է։ Չեմ կարող պատասխանել։ Բայց նախաձեռնելն ինչպիսին է։ Որովհետև ես ձեզ ասում եմ, մենք չգիտենք ինչպես ենք գնալու առաջ, իսկ դուք ասում եք կոնկրետ 20 թվական, չեմ կարող պատասխանել։ 19 Գյումրին է, չէ՞ նկատում։ Սյունիքից մինչև Գյումրի։ Սյունիքից չէ։ Չէ, Աշտարակ, Թալին, Գյումրի։ Սյունիքում չի սկսվել, Աշտարակ, Թալին, Գյումրի։ Պարոն նախարար, բաց եկնքի քաղաքականությունից պատգամավորները հարցրեցին, թե ինչպես են որ բաց չի կիսաբաց է, փակ է եւ այլն, ինչ արդյունք ենք ստանում։ Երբ որ գները տեսնում ենք։ Բաց եկնքի քաղաքականությունը հնարավորություն է տալիս ցանկացած ավիափոխադրողի առանց պայմանների թռիչքներ կազմակերպել։ Եվ բաց երկնքի քաղաքականությունը արդեն ներդրված է Հայաստանում, հիմա պետք է փորձենք ավիակամպանիաներին ներգրավենք։ Վերջերս նախադեպել եղավ ռուսական ավիաընկերությունը հրաժարվեց Երևանից թռիչքներից, խանավոր նշում էր, որ թանկ են սարքագները սպասարկում։ Որ ավիակամպանիա։ Երևան Պաբեդայի համար ինչ վերաբերում է Պաբեդային, գիտեք Գյումրիի օդանավակայանը ավելի լավ պայմաններ է տրամադրում, այնտեղ չկա այդ 10,000 օդի турքը եւ մնացած ուրիշ վճարներ, որտեղ եւ ավելի լավ չի զարգացնում են Գյումրիի օդանավակայանը։ Չէ, լավը, ուղղակի ավիաընկերությունը այդ տոքից հրաժարվելու։ Դա իմ խնդիրը չէ։ Բազմիցս նշվել է, որ զվարթնից օդանավակայանում սարքագների ծառայությունների գումարները բավականին թանկ են։ Շատ է խոսվել դրա մասին։ Վերանայման խնդիրներ, քննարկումներ, բանակցություններ այս առումով չեն լինելու։ Միշտ էլ լինելու են։ Միշտ էլ իմացեք ցանկացած ասպարեզում ցանկացած խնդրի շուրջ քննարկումներ լինելու են։ Ոլորտի հատկացումներին չքան անում, եթե Մոտավորապես 10 միլիարդի կարգ։ 10 միլիարդի, իսկ կոնկրետուսից հարավին ինչքան է կրճատվել։ Համապատասխան մնացած ծրագրերին, հենց չի որ կոնկրետ դրել ենք մի ծրագրի վրա։ Համամասնորեն ընդհանուր ճանապարհներին դա հիմա կդժվարանամ ձեզ կոնկրետ ստրուկտիվը ասել, բայց համամասնորեն, որը վերաբերում է ճանապարհներին, քանի տոկոս է, այդ տոկոսի չափով։ Նախադեստակ ռազմավարություն կա, ինչքանի հնարավորություն կա մեր ավիատոմսերի գները իջեցնելու եւ այլն եւ այդ աշտը աշխուժացնելու։ Դա ավելի շատ մասնավորի խնդիրն է, պետության աջակցությամբ կամ պայմաններ ստեղծելով, բայց դա հիմնականում մասնավորի խնդիր է։ Այսինքն շուկան ոնց որոշեց։ Հիմնական շուկան է թելադրում գնային։ Պարոն նախարար, թվային հեռարձակման հետ կապված եւս խնդիրներ են առաջացել, այսօր շատ մարդիկ զրկվել են հեռուստացույց դիտելու հնարավորությունից, կոնկրետ սարքերի հետ է կապված, նախարարությունը ինչ քայլեր է ձեռնարկելու խնդիրը մեղմելու եւ Նախարարությունը սոցիալապես անապահով մարդկանց բոլորին ապահովել է դեկոդերներով եւ արդեն տարուց ավել է տարի ու կես է, ինչ ամենտեղ հայտարարում է, որ շուտով լինելու է անջատում անալոգային ձեռք բերեք դեկոդերներ եւ դեկոդերները բոլորը երաշխիքային ժամկետի մեջ են, ցանկացած ժամանակ կարող են, որը որ տրամադրված է սոցիալապես անապահովներին կարող են միանգամից փոխել նորի հետ, որը որ վաճառված է երաշխիքային պայմանների համապատասխան սպասարկվում են։ Գոյություն ունի թեժգիծ, որ թեժգծի վրա զանգերը պատասխանում են եւ հիմնականում, գիտեք ինչ, հիմնականում շատ է եղել, ես փորձել եմ թեժգծի զանգերի հիմնական հարցերը հասկանալ, էլի շատ կան ուղղակի ճիշտ չեն միացրել, շատ կան ճիշտ նաստրոյկա չեն արել։ Արվում է։ Պարոն
նախարարը չարչրկված տաքսիստների խնդիրներին արդեն լիցենզիաներն են հանձնում, դժգոհ են։ Դուք ասում եք խնդիր չկա, բայց իրենք ասում են մենք ունենք խնդիր։ Հիմա ո՞նց է լուծելու այս մարդկանց հարցը։ Ես ասել եմ խնդիր չկա, Դե ասել եք հիմնականում խնդիր ուզում են օրենքի դաշտում չեն ուզում աշխատել։ Իրենք էլ ասում են որ օրենքի դաշտ չկա, բարձր են այդ ինչ որ է 12000 դրամը բարձր թիվ է, թող մի քիչ իջեցնեն, եթե չէ լիցենզիաներն են հանձնելու։ Ո՞նց է արձագանքում այս մարդկանց դժգոհություններին։ Գիտեք, տաքսիստների հետ քննարկումներ լինում են։ Մեկը ուզում է մասնակցել, մյուսը չի ուզում մասնակցել։ Դա ես կհորդորեի բոլորին, որ միասնական մոտենանք այդ հարցին, ոչ թե ասենք այս տաքսիստը համաձայն չի, ինքը լիցենզիան կհանձնի, մյուսը համաձայն եք, որ պետք է բոլորը աշխատեն օրինական դաշտում։ Համաձայն եք դուք։ Այո, համաձայն եմ, բայց իրենք արդեն դժգոհում են, պարոն նախարար։ Ինչից են դժգոհում։ Դժգոհում են, ասում են մենք չենք ուզում լիցենզիայի վճար տանք։ Ասում են շատ է դա բարձր է իրենց համար։ Սրանց են դժգոհում հիմնականում։ Իսկ իրենց համար ասածը ո՞րն է, դուք կարող եք բացատրել։ Դե դուք եսից պետք է հարցնեք, Չէ, եթե դուք եք հարցը տալիս, որ ասում եք իրենց համար վատ է, իրենց համար այսօր պետության ընդունված օրենք է։ Համարում եք, որ օրենքը պետք է պահպանել։ Համարում ենք, բայց եթե թիրախային խումբը դժգոհում է, ուրեմն ինչ որ մի բան կարող է Դե դրա համար թիրախային խմբին հրավիրում եք քննարկման, մեկը գալիս է, մյուսը չէ, մյուս օրը ասում է չէ, բարձր է, եկեք շարունակենք։ Սենց աշխատել, ինչպես հիմա աշխատում։ Առանց լիցենզիայի։ Համարում եք նորմալ։